Գնեք Ժորժան։ SMS-ները փակելում որ չկարդամ էլ։ Մեսի ունիվերսալ կողին։ Շնորհակալ եմ, զգացված եմ կներեք 1000 անգամ։ Զովք սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկի մենեջերը հաճախորդներից մեկին փաստացի մեղադրել է գումար գողանալու մեջ։ TikTok-յան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել եւ պատմել, թե ինչպես է գանձապահն իրեն սխալմամբ ավել գումար տվել, ինքն էլ չի նկատել, վերցրել ու գնացել է։ Հետո զանգահարել է Զովք սուպերմարկետների ցանցի այդ մասնաճյուղի մենեջերն ու բավական կոպիտ տոնով պահանջել, որպեսզի գումարը ետ վերադարձնի։ Խոսել է այնպես, ասաց, թե նա գողացել էր այդ գումարը։ Զանգում է իրանց մենեջերը մեր աշխատակիցը ձեզ մանրատալիս, դուք տասեք տալիս, ինքսանի մանրատալիս, ու վերցրուս եք, գումարը վերցնում եք, ու գնում եք, ու հետ քեք որ ինք ինձ անգամ վարկոնով ասում, որ եթե գումարը գողանում եք պատերացնում եք, ու անգամ ես աշխատակցի մոտ, ինձ ունկեն բացում եմ, գումարը դնում եմ, խաղում եմ, սխալ եք ոնց որ փոխանցել, այսպես չպիտի փոխանցեի չա, ասում լավ երևի նոր եք, որ իրաց խնդիր չկա, ես վերցնում գնումները ու դուք եմ գալիս, թե ինձ ասում է հենց հիմա գումարը բերեք, ես էլ ասում եմ ես չեմ կարող գումարը բերեք, ու ինքը մի քանի անգամ դեպքում ես հենց հիմա պետք է գումարը տամ, ես ասում գիտեք ինչ ես հենց հիմա չեմ կարող գումարը մոտեցնել, որովհետև ինքը հարմար չի իմա, ինքը ուրեմն ուրիշին տվեք, թող հենց հիմա բերի, այսինքն դա խոսել է ձեզ, հենց հիմա մոտեցեք։ Օգտատերը երկար ներկայացնում է, թե ինչպես են սպառնացել ոստիկանություն դիմել, ինչպես են իր հետ անհարգալից խոսել։ Սուպերմարկետն էլ իր հերթին հոլովակ է տեղադրել ու նշել, որ շատ հարգալից են խոսել ու ձայնագրություն է հրապարակել, որտեղ զարմանալիորեն միայն մի կողմի, խանութի մենեջերի հեռախոսային խոսակցությունը չգիտես թե ում հետ։ Ինչպես ասեցի, մենք հաճախորդի հետ կապ ենք հաստատել հարգալից, դրական եւ հաճախորդամետ ձևաչափով։ Աղջիկն այնուամենայնիվ 2 օր անց վերադարձել է գումարը, բայց թեման քննարկվում է մինչ օրս։ Շատերը մեկնաբանություններում շարունակում են դժգոհել սուպերմարկետի աշխատելավոճից ու սպասարկումից։ Իսկ դուք գոհ եք Զովք սուպերմարկետների ցանցի աշխատանքից, ապրանքների որակից ու սպասարկումից։ Գրեք մեկնաբանությունների բաժնում ու բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք կարևոր նորությունները։ Ովիշ կարում ան աղբեք, ուտ վարգ աղբեք, եթե չխպեք կրվում ենք։ Երեխեք խպեք մերնեմ ձեզ։ Ապրեք, կամ ենք խաղը, մարագեց։ Ատելինա ջան, ապրես պիտակուսի ջան, հլը շատ կնախանձեք, մի նախանձեք, մի ասեք, տեսեք ինձի ողբեք, ով կարում ան։ Դարկերը բայեք Ժորժան։ Ապրես, պապա ջան, I love you։ Մերնեմ ես քո ջիգարին, ապրես։ Ամենք լևս գուշեք շպենք։ Չած կրնի բան խպեք ով ինչ կանում ան։ Ապրես, դերնոց ես, սակ, մերնեմ ես ես։ Այո։ Ապրի ասանան։ Երեխի կրեցին։ Այս պիտակուսի ջան, ապրես։ Զովք սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկի մենեջերը հաճախորդներից մեկին փաստացի մեղադրել է գումար գողանալու մեջ։ TikTok-յան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել եւ պատմել, թե ինչպես է գանձապահն իրեն սխալմամբ ավել գումար տվել, ինքն էլ չի նկատել, վերցրել ու գնացել է։ Հետո զանգահարել է Զովք սուպերմարկետների ցանցի այդ մասնաճյուղի մենեջերն ու բավական կոպիտ տոնով պահանջել, որպեսզի գումարը ետ վերադարձնի։ Խոսել է այնպես, ասաց, թե նա գողացել էր այդ գումարը։ Զանգում է իրանց մենեջերը ու ինձ ասում է, որ բարև ձեզ, ես անունը չեմ էլ հիշում, արդեն ներկայանում է, թե չի ներկայանում, ասում է, որ ես Զովքի մենեջերն եմ, մեր աշխատակիցը ձեզ մանրատալիս, դուք տասեք տալիս, ինքը 20-ի մանրատալիս, ոչ թե 10։
ու վերջը լսեք, գումարը վերցնում եք ու գնում եք ու հետ չեք բերում։ Ու ինքը ինձ այնքան վատ տոնով ասում, որ ես այդ գումարը գողանում եմ, պատկերացնում եք, ու անգամ ես աշխատակցի մոտ իմ սումկեն բացում եմ, գումարը դնում եմ, փակում եմ ու ասում եմ, գիտեք ինչ, սխալ եք ոնց որ փոխանցե, այսպես չպիտի փոխանցեիք, բան, ու ասում եմ, լավ, երևի նոր եք, օքեյ, լավ, խնդիր չկա, ես վերցնում եմ իմ գնումները ու դուրս եմ գալիս։ Ինձ ասում է, հենց հիմա գումարը բերեք։ Ես էլ ասում եմ, հիմա ես չեմ կարող գումարը բերել։ Ու ինքը մի քանի անգամ կրկնում է, որ ես հենց հիմա պետք է այդ գումարը տանեմ։ Ես ասում եմ, գիտեք ինչ, ես հենց հիմա չեմ կարող գումարը մոտեցնել, որովհետև ինձ հարմար չի հիմա։ Ինքը ինձ ասում է, ուրեմն ուրիշին տվեք, թող հենց հիմա բերի։ Այսինքն, այդ ինչ խոսելա ձև է։ Հենց հիմա մոտեցրեք։ Ես եմ դիմելու ոստիկանություն, որ դուք ինձ Օգտատերը երկար ներկայացնում է, թե ինչպես են սպառնացել ոստիկանություն դիմել, ինչպես են իր հետ անհարգալից խոսել։ Սուպերմարկետն էլ իր հերթին հոլովակ է տեղադրել ու նշել, որ շատ հարգալից են խոսել ու ձայնագրություն է հրապարակել, որտեղ զարմանալիորեն միայն մի կողմի, խանութի մենեջերի հեռախոսային խոսակցությունն է, չգիտես թե ում հետ։ Լսենք խոսակցությունից մի հատված։ Մենք ռազմավարած ես 10,000 դրամ ավելի տվել, կամերաներով նայելով դուք բոնուս խաղեք անցկացեք ծելամել, խնդրում եք նարից կատեք դերում, մենք կամերաներ ես մենք ոչ ինչ լինում աղում չեք նկատով, պետք է կամերաներով ես Ինչպես լսեցինք, մենք հաճախորդի հետ կապ ենք հաստատել հարգալից, դրական եւ հաճախորդամետ ձևաչափով։ Աղջիկն այնուամենայնիվ 2 օր անց վերադարձրել է գումարը, բայց թեման քննարկվում է մինչ օրս։ Շատերը մեկնաբանություններում շարունակում են դժգոհել սուպերմարկետի աշխատելավոճից ու սպասարկումից։ Իսկ դուք գոհ եք Զովք սուպերմարկետների ցանցի աշխատանքից, ապրանքների որակից ու սպասարկումից։ Գրեք մեկնաբանությունների բաժնում ու բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք կարևոր նորությունները։ Խոսաս այդ ուստա, քեզի չեմ ասում, նորմալ բանի քեզ, ազգուշ ասա, որ հերում մնա ուղանդի։ Երեք ինչ-որ մեկը քո նկարով մտել է Ալինային լավ բաներ չի գրել, ուզում ենք գտնենք ով է, լով ջան։ Դու լավ ես ախպեր, գործը դու ոնց